Ադրբեջանը ևս սկսել է կիրառել փափուկ ուժի գործիքակազմը։ Բաքուն եւ Անկարան խոշոր միջազգային համաժողովներն օգտագործում են պանթյուրքական գաղափարախոսական նպատակների առաջ մղման համար։ Դրա հերթական օրինակն է Բաքվում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված քաղաքաշինական 13-րդ միջազգային ֆորումը, որի շրջանակներում կազմակերպվել էր թուրքական ինտեգրացիոն օրակարգին նվիրված միջոցառում եւ գովազդվել թուրքական պետությունների կազմակերպությունը։ Այս լրահոսի հիմքում ընկած է աշխարհաքաղաքական շատ կարևոր մի միտում, երբ զուտ տեխնիկական եւ հումանիտար հարթակները վերածվում են հիբրիդային ազդեցության եւ գաղափարախոսական էքսպանսիայի գործիքների։ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող քաղաքաշինական ֆորումում թուրքական օրակարգի ներմուծման տողատակում թաքնված է Բաքվի եւ Անկարայի տակտիկական նպատակը՝ լեգիտիմացնել պանթյուրքական նախագծերը միջազգային հեղինակավոր կառույցների բրենդի ներքո։ Սա ցույց է տալիս, որ թուրքական պետությունների կազմակերպությունն այլևս չի սահմանափակվում միայն ներքին քննարկումներով, այլ փորձում է համաշխարհային ասպարեզում հանդես գալ որպես միասնական, ինտեգրված աշխարհաքաղաքական բլոկ։ Տողատակերում հստակ երևում է, որ Ադրբեջանը, հետևելով Թուրքիայի օրինակին, փոխում է իր արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, անցնելով միայն նավթադոլարային ճնշումներից դեպի ինտելեկտուալ եւ իմիջային ազդեցության ստեղծման, ինչը շատ ավելի վտանգավոր է հարևան երկրների, առաջին հերթին Հայաստանի համար։